Մայրը Վարդուհին ասում է, դեռ պայքարի առաջին օրերից զգում էր, որ մի օր գրելու է Գաբիի մասին։ Ոչ միայն նրա հիվանդության, այլ նաև նրա ապրելու ձևի մասին։ Նախ ես ի սկզբանե ուզել եմ գրել գիրք Գաբիի պայքարը, երբ որ ես տեսա, ես ուղղակի զարմացած էի, ես չգիտեի, որ նման պայքար հնարավոր է։ Եթե ես այդ ժամանակ գրեի, իմ գիրքը լինելու էր շատ չար գիրք։ Գաբիի մասին գիրքը պարզապես պատմություն չէ, սա աշխարհը Գաբիի աչքերով տեսնելու հնարավորություն է, աչքեր, որոնց մեջ նույնիսկ ամենածանր պահին լույս կար, լույս, որը երբեմն ավելի ուժեղ էր, քան ցավը։ Այս գրքում ես ամփոփել եմ ամբողջությամբ Գաբիի մտքերը, թե ինչեր էր ինքը ասում, ինչ էր ինքը տեսնում, ոնց էր ասում, որ այնտեղ ցավ չկա, ոնց էր ինքը նայում կյանքին ու գոհանում ամեն օրով։ Ու այս գրքով ես խոսում եմ մեծ հավատքի մասին, իր ֆենոմենալ մտքերի մասին։ Այս գրքով ես ուզում եմ, որ մարդիկ չհուսահատվեն։ Ես չեմ ուզում, ինքն է ուզում, այս մտքերը ինքն է ինձ տվել, ես չէի կարող։